Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Կոստանյան, կապված ինչ կարող եք ասել, առասարակ շատ քիչ տեղեկատվություն հավաքվեց հանդիպման մասին, որքանով եք իրականում համարում այդ հանդիպումը, արդյոք պայմանավորվածություններ շոշափելի ձեռք են բերվել ներկայացող երկրների քաղաքացիների համար, որը որ նախապես ձեռքբերված է դասակարգի կյանքի։ Շնորհակալություն հարցի համար։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այդ բավական դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել եք, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային, հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր արևելյան, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք, թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորին։ Որ Էրդողանը նաև այսպես օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների այստեղ գալու ապրելու հարցը եւ Չի համապատասխանում իրականություն։ Այդ հարցը երբեք Չի համապատասխանում իրականություն։ Իսկ կարող եք շահկերտները որոշակի բացելով ասեք մասնավորապես որ հարցերն են, որոնք հայ-ադրբեջանական հարաբերություններին են վերաբերում, որ քննարկվել են։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի եւ տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ։ Պայմանագիր կնքելու հետ կապված նախադրյալներ կան, այսինքն որևէ երաշխավորվել Էրդողանի կողմից կամ որ ինքը Ես կարծում եմ բավարար պատասխանեցի հարցին։ Պարոն Կոստանյան, իսկ դուք ասում եք տարածաշրջանային պայմանագիրը կնքելու հետ կապված Գործընկերը Էրդողանը, որը ստանձնել այդ պարտավորությունը, որ ինքը պետք է երաշխավորվի։ Առաջարկում եմ գործընկերն էլ հարց տա, հետո կվերադառնանք հարցի, խնդիր չկա։ Պարոն Կոստանյան, տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջապատման մասին ասացիք, որ հարցը օրակարգում եղել է։ Վարչապետը նաև թուրքական հայ համայնքի հետ հանդիպման, Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ասում էր, որ կներկայացի խաղաղության խաչմերուկը եւ դրանից հետո ինքը արդեն կկարողանա ասել, թե ինչպիսին է դրա վերաբերյալ Թուրքիայի նախագահի եւ Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչպիսին է դիրքորոշումը, ինչ դիրքորոշում արտահայտեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջապատման Հայաստանի մոտեցումը։ Կարծում եմ երկու կողմերի համար, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղու, այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի։ Գիտեք, գաղտնիք չէ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիայի կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի երկծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Թուրքիայի դիրքորոշումը ոնց է, պարոն Կոստանյան, Թուրքիան ողջունեց, ընդունելի է Թուրքիայի համար տրանսպորտային ապաշրջապատման մոդելը խաղաղության խաչմերուկի։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում մեր Թուրքիայի գործընկերների կողմից։ Բայց ճանապարհի հետ կապված իրենք շարունակում են պնդել, որ պետք է անարգել։ Իսկ դուք իրենցից նման պնդում լսել եք։ Ես չեմ լսել։ Բայրամովն է այդ մասին խոսում։ Նոր Թուրքիայի գործընկերների մասին ենք խոսում։ Այսինքն տարբեր դիրքորոշում ունեն Թուրքիայի գործընկերները։ Պատասխանեցի ձեր հարցը։ Իսկ խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ դրական շարժ կարող է։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ֆունկային մնալ, որ անարգելը տեղաշարժ չի կարող տեղի ունենալ
գնալ ադրբեջանցիների կողմից այդ ճանապարհը պետք է վերահսկվի Հայաստան։ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Թուրքիան կողմ է, որ այդ ձեր նշած սկզբունքներով փոխադարձության սկզբունքով բացվեն ճանապարհները։ Կարծում եմ արդեն նշեցի, որ թուրքական կողմի համար ընկալելի ըմբռնելի են հայկական կողմի դիրքորոշումները։ Պատրաստ է այդ հարցում օրինակ փորձել Ադրբեջանին եւս վերել կառուցողական դաշտ։ Ես կարծում եմ դա թուրքական կողմի կենսական շահերից է նաև բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։ Ցույց կտա այդպիսի նախաձեռնողականություն, ստացել եք այդպիսի ազդակ, որ այդ հարցում, որ առանցքային հարց է Երևանի եւ Բաքվի միջեւ, Թուրքիան փորձի նաև ինքը Բաքվին նպաստել, որ կա կառուցողական դաշտ, եթե իր համար ընկալելի են Հայաստանի մոտեցումները։ Առաջարկում եմ այդ հարցը ուղղել փորձագետներին, որտեղ կանխատեսումներով զբաղվելը մի քիչ իմ աշխատանքի մեջ չի։ Ընդհանուր առմամբ ասում եմ, որ մենք դրական ենք գնահատում քննարկումները, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի եւ վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ։